Տապանում հյուրընկալել եմ հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանին, պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Վարչապետ Փաշինյանն այսօր խորհրդարանում ներկայացնում է կառավարության 2026-31 թվականների ծրագիրը, ըստ էության չկա այնպիսի մի նորություն կամ այնպիսի մի հայտարարություն, որին հանրությունը այս կամ այն չափով ծանոթ չլինի եւ մենք հասցրած չլինենք քննարկել, ամեն դեպքում փորձենք հիմնականից սկսել, նախ եւ առաջ այն է, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը այն տրամաբանությամբ էր կառուցված, որ մեծ պետություն պետք է պատմական արդարությունը վերականգնելու համար, հիմա հունիսի 7-ի ընտրություններով քաղաքացին ըստ էության այլ տրամաբանությամբ է պետություն կառուցում, նա դա անվանում է չորրորդ հանրապետություն եւ չորրորդ հանրապետությունը իրենից ենթադրում է մի պետություն, որտեղ պետք է ապրել ազատ, խաղաղ, բարեկեցիկ, այսինքն նկրտումներ չունենալ հարևաններից որևէ մեկի նկատմամբ, սահմանափակվել 29743 քառակուսի կիլոմետրի սահմաններում եւ ընդ որում այս սահմանների մեջ ներառված չեն անկլավները, մի քանի օր առաջ էլ վարչապետը հայտարարեց, որ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Տիգրանաշենը ոչ եւ դրանից բխող քննարկումներ ու աղմկահարույց հայտարարություններ մենք լսեցինք, հիմա այս մասով ինչ կարող եք ասել, ինչ վերլուծություն ունեք Հայաստանի վարչապետի այս տեսլականը, որքանով է բխում Հայաստանի շահերից։ Վարչապետը այդքան, որ ասում եք գեղեցիկ բաներ ասած, դրան լուրջ վերաբերել պետք չէ այդ խոսքին, ընդհանրապես պետք է ասել կենաց ասացիր անուշել մի խմի, վերջ, իսկ մինչև 31 թվական, թող մի հատ օձիքը կծի նոր ասի էլի, մինչև 31 թվական ինքը ինչ-որ բան կկարողանա իրականացնել կամ ոչ, իրեն տրված է մինչև 2028 թվականը, թող այդ ընթացքում ինչքան կարող է քիչ ավերածություններ անի, մանավանդ որ իրոք շատ մեծ բեռ է դրված իր վրա, ամբողջ աշխարհն է տեկտոնիկ փոփոխությունների մեջ, մեր տարածաշրջանը եւս բալանս է փոխվում, 2020 թվականից հետո մենք տեսանք, որ Հարավկովկասյան կոչվող հանրապետություններում, որտեղ որոշակի բալանս էր, հավասարակշռություն էր ապահովված, փոխվել է հօգուտ Ադրբեջանի հիմա այս երեքի մեջ հեգեմոն է եւ դեռ ավելինի հավակնություններ ունի եւ այդ հավակնությունները չկարծեք մենակ Հայաստանի նկատմամբ են, դա առաջիկայում կերևակվի, մանավանդ եթե Ռուսաստանը փոքր ինչ ավելի երերա, այնտեղ հյուսիսային հատվածներում էլ ունի հավակնություններ հողային եւ ունի հավակնություններ, որոնք պարապ հողի վրա չեն, հսկայական նավթադոլարներ կան եւ կարող է կիրառել այդ Բարբարոսը, Ադրբեջանի նախագահը, որը իմ երկրի վարչապետի պատկերացմամբ կիրթ մարդ է։ Եվ այս տեկտոնիկ փոփոխությունը, երբ որ գիտեք, անվտանգության համակարգերն ընդհանրապես վակուում չեն սիրում, բաց տարածքներ չեն սիրում, որտեղ փոքր ինչ վակուում առաջացավ, այդտեղ կամ քաոս է լինելու, կամ վակուումն անմիջապես լցվելու է ուրիշ մեկով։ Ռուսաստանը մենք տեսնում ենք, որ թուլանում է։ Անկախ նրանից մենք միասին խոսել ենք, անկախ նրանից Ռուսաստանը նույնիսկ Կիևն էլ գրավի, գնահատի Լվովն էլ գրավի, Ռուսաստանը քաղաքակրթորեն պարտված է։ Հարավային Կովկասում իր դիրքերը պահել կարողանալու է, թե ոչ։ Սա շատ լուրջ բան է։ Ռուսաստանին փոխարինող ուժը որն է լինելու, այդ վակուումն ով է լցնելու։ Մենք տեսանք, որ մեր վարչապետը որտեղ գրել է մի բան, որը չեն կարող ասել 100%-ով սխալ է կամ 100%-ով ճիշտ է, մանավանդ որ սխալի ու ճշտի դաշտում չէ։ Գիրքը բռնած նկարվել էր Էրդողանի հետ։ Հիշում եք միասին խոսելիս ասացինք, որ առաջիկայում մենք կտեսնենք այդ փոփոխությունը նաև խորհրդարանում։ Հիմա դες թվում է կաթողիկոսի հանդեպ վաղուց սկսված այս լուտանքների հեղեղը նորից թարմացնել, նորից ահագնացնել, ինչով է պայմանավորված։ Տիպիկ ռուսական մեր կաթողիկոսին պետք է փոխել մեզ համար բերելով տիպիկ թուրքական նոր կաթողիկոս, այնպես ինչպես ազգային ժողովում բալանսը փոխվեց հօգուտ Թուրքիայի։ Աստիճանաբար, փառք որ աստիճանաբար այդ փոփոխությունը լինում, բայց այդտեղ մենք մեր գույնն ունենք, թե չէ։ Տեսնում են այստեղ
դրսից, ասենք Ֆրանսիան, հա, որի նախագահը մենք երախտապարտենք իրեն, Մակրոնն ասաց, ես չեմ կարող Հայաստանի վարչապետից ավելի հայ լինել, ավելի շատ հետաքրքրվել Հայաստանի, հա, շահերով կամ պաշտպանել։ Դա մեսիջ էր նաև անձամբ ինձ, անձամբ ձեզ ուղղված, ոչ միայն պարոն վարչապետին։ Բոլորն են տեսնում այստեղ ուժային դիմադրական շարժում կա թե չկա, թե մեզ հաջողվել է արդեն տեղափոխել բացառապես նյութի դաշտը, դրոշի վրա գրելով որտեղ հաց այնտեղ կաց։ Հետո ճամարտակել եւ փորձել ինչ-որ բաներ փոխել, այստեղ հաց, այստեղ փորձիր կենալ բան։ Այդ այլ մյուս ավելի խոր շերտերը չասեմ, էլի, որ մեր աղոթքի մեջ երբ մենք ասում ենք տուրս մեզ ասած մեր հանապազորը տուր մեզ այսօր, դա լրիվ ուրիշ հացի մասին է, կամ առաջին հերթին ուրիշ հացի մասին է, եւ երկրորդ հերթին, չգիտեմ, մատնաքաշի կամ բուխանկայի մասին։ Տեսնում են, որ հաջողվեց մեզ նյութապաշտ դարձնել ինչ որ չափով, բայց ուժային լուսավոր կետեր կան այս խավարի մեջ արկայծող։ Այդ դիմադրական կետերն են հիմա վերացնում, իսկ ինչպես է հնարավոր վերացնել, դա շատ վաղուց հայտնի տարբերակ է, երբ որ ներսում գտնում են փտածող օղակներ, դավաճանել չասեմ, գուցե ասեմ ծախվելու պատրաստ կամ կավատության պատրաստ կետեր են փորձում գտնել եւ դրանց ուռճացնել, դրանց մեծացնել, որպեսզի ամբողջ դաշտը գրավեն։ Թող դրանք արկայծեն, չեն էլ խանգարի, հա, Մսրամելիքը ոնց էր ասում, ես մեր մատերախեն, որ ասում են, քեզ բան չի անելի, Դավիթին մի սպանի, երբ որ եկել էր Սասունի վրա։ Այ հիմա այդ մի մատերախեքը կան մեզանում, թե չկան։ Սա շատ լուրջ բան է։ Մենք տեսնում ենք այդ մի մատերախեքի հետ ոնց ենք մենք վերաբերում։ Ճգնաժամը արժեքային է, գիտեք։ Ճգնաժամն ամենևին այն չէ, որ ասենք Փաշինյանն է վարչապետ կամ չգիտեմ են Կարապետյանը կամ Քոչարյանը կամ որևէ մեկը դրանցից ոչինչ չի փոխվի։ Խնդիրը լրիվ ուրիշ տեղ է, թե ինչ երեխեք են մեծանում, այդ երեխեքին են առել այն կկվի նման է, որ իրենց բներում չեն ցակը դնում, ձվադրում։ Այդպես դրել են դրա համար բանակում բայարկ է այդպեսին պիտի ունենանք, եթե փոքր երեխեքից, փոքր ժամանակվանից սկսած մենք դպրոցից ավելի կարևոր մի դպրոցով, որ հեռախոսն է, համակարգչի, չգիտեմ, էկրանն է, հեռուստացույցն է, մենք տեսնում ենք, որ գովաբանվում է ուտելիքը, որ ճակատին պետության գրում են, որտեղ հաց են տեղ կաց, որտեղ ճամարտակում են, սուտ են ասում, փորձում են գեղցիական շուստրություններ անել։ Հիմա ես էլ ասում եմ, քիչ է սխփում Նիկոլ ջան, մի 4-րդ հանրապետություն։ Բա մոչիկոնում են տղեն ոնց կարող է թույլ տա, որ Ֆրանսիայում 5-րդ հանրապետություն լինի, դու 4-րդ ես արվում, դու էլ 5 արալ, միանգամից 6 ասա։ Ոնց որ Արցախյան պարտությունը, ջերմկում դիրքերը զիջելը, այլ հատվածներում եւս դիրքեր զիջելը, մեր մարմինը աստիճանաբար հողին նախապատրաստելը, թե անկլավներ են, դրանք ադրբեջանական են, այսպիսի բաներ են։ Վաղը էլի ճամարտակության փախթանակ ներկայացնելը լինելու։ Ասում եմ, չէ, այդ ամբողջը զիջեցինք, բայց ես անկախություն եմ բերել։ Չէ, այդ ժամանակ մենք Արցախը ֆիզիկապես կորցրեցինք, հնարավոր եղավ նման հայտարարություն, բայց եթե մենք կորցնենք Հայաստանը, որտեղ են այդ հայտարարությունը անելու։ Հայաստանից կորցրել ենք, չէ։ Այո։ Եվ այդ կորցնողը, օրինակ ասենք, մի քիչ անհարմարել եմ զգում, որտեղ այդ դեմքին նայում ես, զգում ես էլի շատ էլ թե գեներալը գեղցի է, էլի շտաբի պետը, որ ասեց այն ժամանակ տենց էր պետ, որ ասես կսովածանանք իշն են, վերջես լրագրողը հարցեր տվել, ասում այն ժամանակ տենց էր պետ, տենց եմ ասել, հիմա սենց հապետ, սենց են ասում։ Հասկանում եք, մենք ինչ լկտիության մեջ ենք ապրում, հիմա ես էլ նույնն ասում եմ, պարոն վարչապետի խոսքն եք հարցնում, ինչ մեկնաբան, պարոն վարչապետն այսօր սա է պետք, սա է ասում, վաղը լրիվ ուրիշ բան կասի, եւ կարդարանա, կասեն որ տենց էր պետք, տենց եմ ասել։ Իսկ իրեն է պետք այդպես ասել այսօր, կարևոր է հասկանալ, արդյոք իրեն է պետք, այսինքն այս կառավարության ծրագիր ներկայացվածը արդյոք իր եւ իր շրջապատի տեսլականն է Հայաստանի մասով, թե այս ծրագիրը թելադրված է այսօր էլ պատգամավորներից ընդդիմադիր պատգամավորներից մեկը հենց ուղիղ հարց է տվել, արդյոք սա թելադրված օրակարգ է ծրագիր է։
այստեղ չարախնդություն թող չլիներ, չարակամություն առավել եւս չլինի։ Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի ծանրագույն վիճակը։ Այն ամենն ինչ անում է, վստահ եմ, որ ինքն իր անձամբ իր երազների ճամփով չի որ գնում է, ինքը պարտադրված է գնում։ Այ մի քիչ առաջ որ ասում է, աստիճանաբար Ռուսաստանն այստեղ դիրքերը հանձնում է Թուրքիային, կարող է Նիկոլ Փաշինյանն այդպիսի երազանք ունենար։ Չէ՞ որ դպրոց գնացել է, այն ժամանակվա դպրոցում էլ հայոց պատմության դասագրքերը դեռևս աբորտ արված չէին, ինչպես այսօր է արվում։ Ինքը գիտի թե թուրքն ինչ է մեզ համար։ Այս տարիների ընթացքում էլ պիտի հասունացած լիներ եւ հասկանար, որ թուրքից ավելի վատ բան էլ կա, դա ռուսն է, ռուսն ինչ է եղել մեր պատմության մեջ։ Այս ամբողջը ինքը գիտի եւ չկարծեք, որ լավորից է, որ այսպիսի բաներ է անում, լավորից է, որ եգիպտացորենն առած կրծում է եւ անընդհատ ուտելիքի նյութի քարոզ է գնում Հայաստանում։ Այնպես որ չէ ուզենա իր վրա բարթեինք այս ամբողջ մեղքը։ Մեր ճակատագիրն է եւ ափսոս, որ Ռուսաստանի չեկիստական վերնախավը իր չեկիստ ղեկավարով Պուտինով Հայաստանի համար այսպիսի ղեկավար ընտրեց իր բոլոր հարյուրավոր տեխնացուների միջից, այսպիսի նյութապաշտ ղեկավար, որ դժվար է, շատ մեծ բեռ է դրված, մեծ խաչ է դրված այդ մարդու ուսերին։ Վաղը պատմություն, ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի կործանվելու, հայոց պետականությունը չի վերանալու։ Բայց 50 տարի հետոյի դասագրքերում ինչ է գրվելու իր մասին։ Նույնիսկ եթե շանս ուներ, այսօր պիտի դրա համար ինքը կռիվ տա, որ գոնե երկակի հիշատակվի եւ ոչ թե միայն բացասականով։ Չի կարողանում, չի ստացվում։ Մենք տեսանք այսօր էլ, այսինքն չկարծեք այսօրվա կաթողիկոսնի մաշկի լույսն է, բացարձակապես ոչ։ Դեռ անձնական որոշակի բարոյական պատասխանատվություն զգում եմ։ Ես հիշում եմ, որ մորս հոգի հանգստին մարդը եկել էր մեր տուն։ Ես դրա համար ինձ թույլ չեմ տա։ Ոչ միայն դրա համար թույլ չեմ տա, էլի նույնիսկ գծերին մոտենալ կարմիր գծերին։ Աշկից լույսը չէ կաթողիկոսը, բայց ինչպես կարելի է խնդիրը լուծելու համար, որ թելադրված է այնքան ուժգին, այնքան շրիշակից ավելի ցածր մակարդակով հայոյանքների տոպրակը բացել, որ դա վերածվի արդեն հայ եկեղեցու դեմ պայքարի։ Եվ ինչ-որ մի հատ գյուղացի էլ վեր կենա ասի, մենք մեր ձևով կանենք, այդ էլ այդ խեղճ գյուղացուն դեռ գիտես որ այդ չի, ինչ է տարել գցել այնտեղ։ Տեսնում ենք էլ իր խմբակցությունը։ Տեսանք էլ ռուսներին տված իր հարցազրույցը, ռուսական ալիքով ես ռեկլամներն էի տեսնում, հայերի մասին իբրև ֆիլմ էին, 2 անգամ դիտեցի դա։ Դա խայտարակություն է, հայ ժողովուրդը 5-6 հազար տարի մոլորակի վրա գոյություն ունենա։ Դադի վանքի խաչքարերի նման խաչքարեր ունենա։ Վանկարծ արժանի լինի Սամվել Կարապետյանի, Նիկոլ Փաշինյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մակարդակի առաջնորդներ ունենալու, այսպիսի խորհրդարանի, այսպիսի կառավարության։ Գիտեք, ասում են գրեք մի հայկական ասացվածք կա, իդեպ ստեղել էր խեղճ Նիկոլը խառնում մեղքը էլի տղեն։ Ասացված կա, որ Բոշի յուղը որ շատ է լինում, Բոշեն խայտարակ բան անում էլի, այ հիմա իրենք իշխանության հետ վարվում են, ինչպես Բոշան յուղի հետ է վարվում, չի կարելի, իշխանությունը սոլիդություն է պահանջում։ Այդ հիստերիկ պայծեզդում ավլելու համար կռիվանող կանանիքի լաչառակառվից այն կողմ պետական դեմքեր եմ ուզում տեսնել։ Շատ ցավալի է։ Շատ։ Պարոն Հայրապետյան, ասացիք, եթե հասնի մինչև 2031 թվական։ Հիմա մինչև 2028 թվականը ժամկետը ում կողմից է տրված Փաշինյանին եւ երկրորդը այս պայմաններում պետականությունը չկորցնելու ձեր այդ վստահության հիմքը ո՞րն է։ Ինքան տարողունակ է, չգիտեմ որտեղից սկսել։ Դուք հանգիստ սկսեք։ Մի քանի տարի առաջ, երբ որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ կռիվ պիտի աներ, Պուտինն այսպիսի բան ասաց, որ ասենք Ֆուկույաման, չգիտեմ, Բժեզինսկին, յուրաքանչյուրը յուրովի ասել էր։ Ասաց այս ամենից հետո կմնա մի քանի երկիր, կարծեմ թիվել ասա 4, 5, 6 չեմ հիշում։
Մնացածը դրանց արբանյակները կլինեն, դրանց մեջ կկլանվեն։ Այսինքն իսկականից մենք չենք պատկերացնում մեր շուրջն ինչ է կատարվում։ Գիտեք, մենք այստեղ նստած ենք, այդ կոորդինատային տեղը մեր ֆիքսեք, մեզնից ընդամենը 1000 կիլոմետր են կողմ ռումբեր են պայթում Իրանում։ Եռացող կաթսայում անընդհատ ասում եմ, ամաչում եմ, որ շատ եմ ասում, Կոնֆուցիոսն էր ասել, հա, եռացող կաթսայում սառը կետեր չեն լինում։ Հիմա ցածկե պատրաստալի է, հա, հարմար պահանա բաց չի թողնի, ինչպես որ մենք 1994 թվականին բաց թողեցինք։ Խեղճ Լևոն Տեր-Պետրոսյանը վեր կացավ երկու հատ ճչացող փառայեղ բան գրեց, պատերազմ թե խաղաղություն, մեկ էլ իր վերջին ասուլիսը իր նախագահական ընթացքի, որ քանի ուժեղ ենք եկեք գնանք։ Հիմա տեսեք, տեկտոնիկ փոփոխություն է կատարվում։ Եթե մենք վերանանք, չեմ կարծում, թե մենք մեկուսի մենակ մենք կվերանանք։ Ինչու, որովհետև եթե վերաբաժանում է աշխարհի, ուրեմն նույն ճակատագիրն ունեցող կամ նույն դրության մեջ հայտնված մի քիչ պլյուս, մի քիչ մինուս մեզ այդ Վրաստանն է, մի քիչ ավելի ուժեղ պլյուսով իհարկե, բայց նաև Ադրբեջանն է։ Ընդ որում կարող է պատահել Ադրբեջանի վրա ավելի մեծ փոթորիկներ ռումբեր պայթեն, քան մեզ վրա։ Եվ երկրորդ աշխարհը, որ փոխվում է, տեսեք, Բայդենն ինչ էր ասում Ուկրաինային, խեղճ Ուկրաինային, որի նախապատերազմական բնակչության կեսն է այսօր մնացել, գուցե ավելի պակասը։ Ասում էր չի լինի որևէ որոշում Ուկրաինայի հետ կապված առանց Ուկրաինայի մասնակցության։ Սա շատ կարևոր բան է։ Առանց մեզ սրիկա ռուսները, սրիկա թուրքերի հետ 1921 թվականին երկու պայմանագիր կնքեցին, այն առաջինը լրիվ խուլիգանություն էր, Մոսկվայի պայմանագիր, ապա նույնը պատճենեցին, Կարսի պայմանագիր անվանեցին, միջազգային խուլիգանություն էր։ Հիմա Բայդենն ասում էր, չէ։ Իսկ նայում եք հիմիկվան նախագահն եկել է, Բայդենին առել է թիրախի տակ ու անընդհատ նրան ինչ ու հրաժարվել է նրա բոլոր պարտավորություններից։ Ես որպես հայ, սովորական ամենաետին հայ երախտապարտ եմ Մակրոնին, Ֆրանսիայի նախագահին, նա շատ բաներ կանխեց ի վնաս մեզ, որ կարող էր լինել, նա կանխեց։ Մակրոնը չի լինելու 2028 թվականին։ Ոտավորված է լինելու նաև Թրամփը, որը փորձում է իր անունով, հա, պահել։ Նույնիսկ եկել վեր կացել, ասում էր այդ նեղուցը, Պարսից ծոցը դա ամերիկյան տարածք է, որևէ ամերիկյան նախագահ այդպիսի բան իրեն թույլ չէր տվել, մենք ինչ գիտենք դրանից հետո ինչ է լինելու, այ եթե այսօրվա փոխնախագահը լինի, գուցե լավ է նա իդեալիստ է եւ պրագմատիկ է, երկուսը միացրած իրար է, դա շատ հաճելի բան կլիներ, բայց էլ ավելի հաճելի կլիներ հայերիս համար, եթե որևէ դեմոկրատ լիներ, որտեղ նրանք փոքրամասնությունների կողմնակից են։ Մի խոսքով 28 թվականին փոփոխություններ են լինելու։ Հա, դուք գլխավորապես պայմանավորում եք Ամերիկայում տեղ ունեցած։ Ոչ միայն, տեսեք, նաև Եվրոպայում։ Ես Մակրոնին ասացի, Մակրոնը հաջորդ տարի չի լինելու այլևս 27 թվականին։ Եվ հետո մի շատ հետաքրքիր բան էլ կա, տարբեր ժողովուրդներ լիցքերի կլանման եւ լիցքերի պարկման պերիոդներ են ունենում, հա, շրջափուլեր են ունենում։ Մերը ոնց որ թե 10 տարին մեկ կրկնվող է։ Մենք 10 տարի երբ որ պայթեցինք ամբողջությամբ լիցքաթափվում ենք, հետո 10 տարի սկսում ենք լիցքերի կուտակմամբ զբաղվել։ Ինչպես եկեք նայենք 1988 թվական այդպիսի բան չկար ուղղակի խորհրդային միությունում, եռում էր խորհրդային Հայաստանում օպերայի հրապարակը, որ անվանվեց Ազատության հրապարակ։ 10 տարի, ընդ որում մենք այդտեղ տվեցինք մեր գենի, մեր ժողովրդի զզվելի մարդու բառով ասեմ, Գումիլյովի պասիոնար տեսակը տվեցինք։ Այդ պիոներ առաջամարտի կենսունակ տեսակը տվեցինք Արցախյան առաջին պատերազմին։ Առաջին Արցախյան պատերազմի բերած դժվարություններին զոհ գնացին նրանք, զոհեր են դրանք, մեռածներ են, ովքեր գնացին մեկ սերունդ են մնալու դրսում։ Դրանից հետո ձուլվում պրծնում են։ Եկեք մենք մեզ ճանաչենք, այլ մի հատ շեղվեմ, հետո նորից հետ գամ։ Գիտեք, մեր յուրաքանչյուր ժողովրդի երևի դիցաբանական մտածողությունը առասպել է։ Նրա աստվածաշունչն է, սուրբ գիրքն է։ Մեզ համար այդպես մեր հին վիպասանքն է եւ երևի Սասնա ծառերը եւ առաջին հերթին
Սանասար ու Բաղդասար էին, չէ, երկու եղբայրի տարբերություն մյուս երկվորյակների, հռոմեական, հունական, իրանական, մեր երկվորյակները Սանասարն ու Բաղդասարը չեն կռվում իրար դեմ։ Այնտեղ էսպիսի բան կա, ասում է Բաղդասարը գնաց, Մսրա երկիրը գնաց, եւ այնտեղ մեռավ անժառանգ, որտեղ գուցե 20 հատ երեխա ունեցած լինի այնտեղ, բայց եթե մեզ վրա պլուս չկա, նա մեզ համար մեռած է։ Այդպես մենք արյունակամ եղանք 10 տարի շարունակ 88-ից, մեկ էլ 98-ին դիսկերի կուտակում եղավ, որ կարող էր ինչ-որ բան լինել, ռուսական KGB-ն շատ սիրուն պարպում կատարեց, պետական հեղաշրջում կատարեց եւ իմաստուն մարդուն Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինեց ինչ-որ գավառական խրտվիլակներով, բայց աշխարհն այդ ժամանակ տնտեսական վերելքի մեջ էր, ինչեւ 2008 թվականի այդ տնտեսական կոլապսը, որ Միացյալ Նահանգներից սկսվեց, տեսեք 10 տարի տևեց դարձյալ այդ փոփոխությունը 88, հա, 98, 2008 թվականին պայթեց ամեն ինչ, դատավարություններ, քաղբանտարկյալներ։ Հետո 2018 թվականին Ռուսաստանը շատ գեղեցիկ պարտիա խաղարկեց արևմտյան տեխնոլոգիաներով գունավոր հեղափոխության ռուսական տարբերակ իրականացրեց, երբ որ ժողովրդին թվաց, թե ինքն է հեռացնում Մերժիր Սերժին, հա, եւ ինքն է բերում Նիկոլ Վարչապետ, հա։ Հետո երբ որ պիտի սթափվեր, սառը ջուր լցրեցին մեր գլխին, այդ սթափվել չէր արդեն, էլի այդ շոկի կամ ցնցման մեջ ընկնել էր, երբ որ մենք անդամահատվեցինք, մեր ձեռքը ոտքը կտրեցին, տեսեք Իրանի ինչի Միացյալ Նահանգները, որ մոլորակի թիվ 1 գերտերությունն է, կամ գուցե միակ գերտերությունն է, Իրանի, որովհետև ստրատեգիական խորք ունի Իրանը, մենք մեր չափով մեր ստրատեգիական խորքը զիջեցինք, ինչու, որովհետև սին լքորներ էին, կամ գուցե որպեսի վիրավորանք անձամբ չհնչեցնեմ, բերեմ խորենացուն, հա, որտեվ անիմաստասեր բարքերի տեր մարդիկ իշխեցին մեզ։ Եվ Հայաստանում, եւ Արցախում։ Միայն Արցախում ներդրումները ինչ որ անում էր եւ Սփյուռքը, եւ Հայաստանի պետական բյուջեն, եւ Հայաստանի մեծահարուստները, այդ ամբողջ եթե իրոք տեղում մնար, այնպիսի 10-20 հատ պաշտպանական գիծ կունենան եւ ամբողջ աշխարհն էլ կանգնես չէր կարողանալու դրա դեմ։ Բայց մենք չարեցինք։ Ինչու՞։ Եվ արդյոք սա առաջին անգամն էր, որ մենք այս աստիճանի տխմար էինք, սրիկա էինք ավելի շուտ։ Ոչ, գիտեք, Գարեգին Նժդեհը, մեր պայծառագույն դեմքը, էլ եմ ասում, եթե 3 հատ մեծագույն հայի անուն տանք երբևէ եղած եւ այսօր էլ ներառյալ հայերի մեջ, պիտի ասենք Մեսրոպ Մաշտոց Կոմիտաս եւ Գարեգին Նժդեհ։ Գարեգին Նժդեհն ասում էր միայն Զմյուրնիայի Իզմիրն էլի, մեծահարուստների, հայ հարուստների ոսկին բավական էր, որպեսի ամբողջական բանակներ պահեր, Թուրքիայից մեծ բանակ ունենար։ Ինչ եղան, գնացին գրողի ծոցը այդ մեծահարուստները, կորան, անհետ կորան, անհետացան, ինչպես Լորենս արաբիացիները, մեզ համար ասում, որ նրանք էլ ունեցել են իրենց ազնվապետությունները, բայց գրողի ծոցն են անցել, այո, գրողի ծոցն անցան։ Հիմա մերոնք թող այդ մասին մտածեն, էլի, մի քիչ էլ մտածեն, պատմությունը չի ավարտվելու, ոնց որ Ֆուկույաման էր ասում, հա, պատմությունը շարունակվելու, իրենք պատմության մեջ ինչ են, ինչ տեղ են ունենալու, թե դա երկրորդական է, ավելի կարևոր է, այսօր ինչ լափեցի եւ ինչքան լափեցի, նման են Կռիլովի առակի խոզին, որ ատամներով սղոցում, կաղնին վեր է գցում, կաղինն ուտում է, ջահանդամը թե հաջորդ տարի այլևս կաղին չի լինելու։ Այդ խոզին ենք նմանվել մենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։
Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ոճը թանկ պիտակից չի սկսվում, այն սկսվում է ճիշտ ընտրությունից։ Jackpot Clothing Store, հագուստ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար, առօրյա դասական հարմարավետ ու նորաձև ընտրություն, ամբողջ ընտանիքի համար, մի խանութ, տարբեր սերունդներ, հարյուրավոր ընտրություն։ Խանութում ներկայացված են նաև հանրահայտ Gava ֆիրմայի հագուստներն ու կոշիկները։ 1135 North Pacific Avenue, Jackpot Clothing Store, երբ լավ գնումը իսկապես jackpot է։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Ով է օգնելու, որ մենք չկորցնենք մեր պետականությունը։ Մենք, գիտեք, նախանձում եմ ամերիկացիներին, եթե միակ օրինակ կա, որ կարելի է շատ բաներով վերցնել կամ ամբողջությամբ վերցնել Միացյալ Նահանգներից է դա։ Իրենց փողի վրա անգամ գրված է, հա, մեր հույսն Աստված է։ Իսկ Աստծու վրա մեր բեռը գցելը սրիկայություն է, այսինքն ով պիտի օգնի, մենք մեզ պիտի օգնենք։ Ոնց է որ բարևում եք հոգևորականին, ասում է Աստված օգնական եք, չի ասում։ Այսինքն, եթե դուք հավատում եք, հավատ ունեք ձեր ուժերի, Աստծո կողմից տրված ձեր ուժերի նկատմամբ, ուրեմն ոչ մի բան չի կարող դեմն առնել։ Գիտեք, միջազգային պրոյեկտ, մեր պատմության մեջ եզակի բան է, վերջին 1000 տարվա մեջ եզակի բան։ Այդ մենակ Գարեգին Նժդեհին հաջողվեց։ Միջազգայինորեն որոշված էր Զանգեզուրը պիտի տան Ադրբեջանին։ Նախիջևանը սկիթից որոշված չէր։ Նախիջևանը ընդհակառակը Երևանի նահանգի մաս էր։ Միջազգային պրոյեկտ մարդը ոչնչացրեց, փոզմիշ արեց Գարեգին Նժդեհ, այսինքն հնարավոր է։ Այդ հնարավորինի համար, գիտեք, այն ինչը մարդկային տրամաբանությունից վեր է, մարդու համար անհնար է, հնարավոր է աստվածների համար, չէ՞։ Այդ դրա համար հին հույների մոտ վերևում աստվածներն էին, ներքևում մարդիկ, այ մեջտեղում հերոսներն էին։ Նժդեհն է հերոսը, որը արեց այն, ինչը անհնարին էր։ Աստվածներին այդ մի հատկությամբ նմանվեց, բայց մյուս հատկությամբ մարդը ինքն էլ մեռավ։ Իսկ մեզ անտեսեք արժեքների դեգրադացիան էլի այստեղ գերագույն խնդիրը հենակետային այդ արժեքներն են։ Մենք դեգրադացվել ենք, մենք ում ենք ասում հերոս, ու դեգրադացնողն ով է։ Այդ դեգրադացման պայմաններում մի քիչ, չգիտեմ, ռոմանտիկ չի հույս ունենալ, որ մենք ունենանք Նժդեհներ։ Չի, Թե ամեն դեպքում պետք է այդ հույսը ունենալ, երբեք չկորցնել։
եւ հավատը, Որտեւ ժամանակների փոփոխությունը, եթե հաշվի առնենք ձեր ասած այդ արժեքային դեգրադացիան հաշվի առնենք, չգիտեմ, այս պայմաններում միամտություն կարելի ասել։ Չէ, իսեր ասո։ Նայեք, հավատո հանգանակը որն է, սուրբ իրորդությունը, չէ, այնտեղ մի հատ այնց 3 բառեր էլ կա, որ գնում եք եկեղեցի, ասում են ինչ եք ուզում, չէ, մկրտվողի համար, կամ անընդհատ կրկնվողը, հավատ, հույս, սեր։ Այս 3-ն է մեր մեջ խեղվում մեր հայրենիքի նկատմամբ, հավատ մեր հայրենիքի ապագայի հանդեպ, հույս եւ մեր սեփական ուժերի, որտեղ մենք հայրենիքի մի կտորն ենք։ Ոնց էր Արթուր Մեշյանն ասում, ինչ եմ առանց քեզ, միայն Անտոնի։ Հույսը, որ Աստված է ասել ամերիկյան դրամի վրա է անգամ գրված, մամոնայի վրա է անգամ գրված։ Եվ սերը մենք սիրով ենք վերաբերում Հայաստանին, բայց սիրով վերաբերող մարդիկ Երևանն այսօրը կգցեին։ Երևանը սարքել են մի հատ մեծ գեղ գոմ են սարքել, մեծ շենքերով եւ Բաբելոնի, այսինքն Բաբելոնյան աշտարակ չի կարելի։ Դա սիրո իսպար բացակայությունն է։ Իսկ ինչ է սերը։ Իմ դեպ Աստվածաշնչում հին հրեաների հին կտակարանում Աստված բարի հետ հավասարման նշանով դրվող միակ գոյականը սերն է, նախադասությունն հենց այդպես էլ գրում է, Աստված սեր է։ Մենք այդ սերը չունենք մեր հայրենիքի հանդեպ։ Մեր Վաղանտերյանը ոնց էր ասում, այդ անմնացորդ նվիրումը չունենք։ Ես ժամանակ ունեմ 2-3 միտք փոխանցեմ, գիտեք, մի 2 օր առաջ կարդում էի մի Սփյուռքայի կոմունիստի գրած հուշեր, անկախ իրենից ինքը իհարկե չէր դերել համեմատելու, բայց բերել էր օրինակը, հանդիպում է Հանրի Թրուայային, գիտեք, մեծագույն ֆրանսիական, չգիտեմ, ասում է զրույց միջով, ասում է ռուսերեն, ասում է չգիտեմ, Լևոն Թորոսյան, հայ իսկական անվամբ, թեև շատ լավ էր զգում, եթե ասվեր Լև Տարասով, մեծագույն կերպար ֆրանսիական իրականության համար, մշակույթի համար, հայրեն չգիտեր, ի տարբերություն էլի նույն Ֆրանսիայում ապրող, այն ժամանակ ապրող, որոնց մասին եւս գրում է, մեր մեծագույններից մեկը, մեր պաշտամունքն իմ կոնկրետ ինձ համար, Շարլ Ազնավուրը, Գարզում, շատերը կան, այսպես կարող եմ թվարկել։ Նրանք հայերեն խոսում էին։ Ազնավուրի թորանը տեսել եք, չէ՞, Երևանում վիդեոները պատտվում են, շատ հաճելի է, հայերեն երեխան խոսում, երգում է։ Թրոյան չէ, գնաց գրողից ոսի, ինչի, որովհետև Ռուսաստանից էին գնացել։ Գնում է նաև Լենինգրադում այն ժամանակ ակադեմիկոս բժիշկ ԽՍՀՄ ակադեմիայի անդամ ազգանունը մոռացա, շատ լուրջ ակադեմիկոսի իբրև, բայց կինն էլ հայ Ղարաբաղցի նշում է դա։ Ասում է երեխան եկավ հայերեն խոսել չգիտեր։ Կինն էլ այդ Ղարաբաղցի կինը, որ ակադեմիկոսի կին է, ասում է ռուսերեն չխոսել, ռուսերեն չիմանալ, դա նշանակում է քաղաքակիրթ մարդ չլինել։ Իսկ հələ մի հատ նայեք տեսեք են դրսի հայերը, Ալեք Մանուկյան, մեծ արուստ էր, կարող էր չէ իրեն այդպես թույլ տալ։ Որ ինքը ինչ հայերեն, ինչ բան։ Շարլ Ազնավուր, ամբողջ աշխարհը ճանաչում է։ Վիլյամ Սարոյան գալիս էր այստեղ մարդը այնտեղ էլ, ամեն տեղ ուր նստում վերեր կենում հայերեն ասում էր, որ ինքը հայ է։ Ռուսաստանից գնացածները չէ, Ռուսաստանը մեր ժողովրդի մսաղացն է։ Գիտեք, 2025-26 թվականներին Ստամբուլում, այսինքն հենց հիմա, այս ամռանը 3000 մոտավորապես 3000 շրջանավարտ հայկական դպրոցներից կար եւ Ստամբուլում, որտեղ ընդամենը տարբեր հաշվարկներով մոտավորապես 50000 հայ է ապրում, 16 հայկական դպրոց կա, 16 կամ 17 50-60000 հայ Թուրքիայում։ Ռուսաստանում, որ աշխարհի ամենամեծ հայկական գաղութն է, 0 հայկական դպրոց կա։ Սա Ռուսաստանն է։ Տեսեք, Ռուսաստանը ցարի ժամանակ ամեն ինչ անում էր, արեց եւ հաջողեց, որպեսզի Սանասարյան դպրոց բացվի Էրզրումում։
Բայց իր քթի տակ, ինչպես Երվան Շահազիզն է, որ 1000 հատ գլավ լիտով ստուգելու էր, մի հատ լումա ամսագիրը թույլ չէր տալիս, որ տպվի։ Ինչու, որովհետև գիտես, լեզուն մեզ այնտեղ հայ է պահելու, մենք էլ իր համար կլինենք 5-րդ շարասյուն, իսկ այստեղ եթե հանկարծ լեզուն մեզ հայ պահի, մենք երբևէ գիտակցության կզգանք եւ կգանք եւ կզգանք, որ պետականությունը բարձրագույն արժեք է, որ ատամներով է պետք պահել։ Հիմա գրում են, ասում են, չգիտեմ ինչի հպարտանում են, ես էլ եմ ժամանակին այդ հիմարությունն ունեցել։ Ինչ որ մեկի համար, որ ասում էին, ասենք սրա պապիկը գիտես, գործամիջ դիրեկտոր ա եղել, բարձր պաշտոնյա ռայկոմի քարտուղար, ասում է, ես հիմա հասկանում եմ ինչ տականք է եղել այդ պապիկը, որ կոմունիստների օրոք, այն պահին, երբ որ Չարենց էին ոչնչացնում, իսկ ավելի հետո Ստեփան Զատիկյան էին ոչնչացնում, ու Ազատ Արշակյան էին բանտարկում, դրա պապիկը կոմունիստ է եղել ու պաշտոնյա եղել, ուշքեմ ինչքան սրիկա պետք է եղած լինի։ Նույն ձևով ինչ որ մեծահարուստ հայեր, այդ մեծահարուստ հայի համար բան այլ, օրինակ մի հատ Ղարաբաղցի մեծահարուստ կար Ղուկասովներ, հա։ Տեսեք Ղուկասյանն էլ չէ, ով են սարքել վերջավորությունը։ Օրաթեր տապելը Փարիզում գիտեք ինչ կարժենար, հսկայական միջոցներ նավթարդյունաբերող էր էլի, մեծագույն միջոցներ էր դրել, օրաթեր տպում ռուսերեն, իսկ հայկական ոչ մի բան, ռուս վտարանդիներին պահում էր այնտեղ, ներողություն, Վիգեն Իսահակյանը, Ավետիք Իսահակյանի որդին, գրում է, ասում են, միայն նրա շնորհիվ Իվան Բունինը բան, մյուսները, Նոբելյան մրցանակի դափներ, Ալեքսեյ Տոլստոյի բան, հա, լուրջ դեմքեր, ասում է, դրանք կարողացան ապրել այնտեղ միայն այս Ղուկասովի ներդրումների շնորհիվ, մեզ համար չեն անի, դրա համար այդ Ռուսաստանի միլիոնատերերով էլ այսօր որ հպարտանում են, աղբ են դրանք, թափել է պետք դրանց, որովհետև հաջորդ սերունդում չկա, Ռուսաստանում 0 հայկական դպրոց կա, 2 հայ տղա կար այդ միլիոնատերերի մեջ, որ Հայաստանին իրենց ուղեղի ներածի չափով ուզում էին օգուտ տալ, օրինակ երախտապարտ այդ ինչքանով որ նողքան կզգացի այդ ռուսներին տված իր հարցազրույցից, բայց երախտապարտ եմ, որ Հայաստանի համար Երևանում այդ կրկեսի շենքը, չգիտեմ, այդ անցումները, բաները մարդը սարքեց, վեհարանի վերանորոգումը իրականացրեց, հա, Սամվել Կարապետյան կամ իսկ այն մյուսը նաև շատ ավելի խելացի, որ Բաքվի բանտ, այդ 2 հայ կային այդ միլիոնատերերի մեջ, Ռուբեն Վարդանյան։ Չէ, դրանից առաջ էլ ունեինք Լևոն Հայրապետյան, որին ռուսական բանտում, որովհետև այն ինչը հայ է, դրանց ոչնչացնել է պետք։ Ռուսաստանում իրական հայերին ոչնչացնում են, կամ դարձնում են իրենցից, կամ ֆիզիկապես ոչնչացնում են, ոնց որ Լևոն Հայրապետյանին, եթե դուք գնացել եք Գանձասար, այդ ամբողջ Գանձասարի համար մենք այդ մարդուն պարտական ենք, բայց ինչ արեցին, դեռ մի հատ Չընտրլո եպիսկոպոս կար է, որ թռավ իմ արքեպիսկոպոսը ինչ ամերիկյաներում զվռնած Պարքև Սրբազան կռիվ էին անում այդ քարերը Շուշիի սենց պիտի լինեին, թե սենց չպիտի լինեին, այդ մարդուն զզվացրին, հետո էլ փուրը տվեցին, վարի տվեցին, ռուսներին էլ ինչ էր պետք, ոչ մի ազգային դիմագիծ ունեցող մեծահարուստ ազգային դեմք մենք այնտեղ չենք ունենալու աշխարհի ամենամեծ գաղութում։ Պարոն Հայրապետյան, գիտեք ինչ հարց է առաջանում այս ամենից հետո, դրանով էլ ամփոփենք մեր հարցազրույցը, լավ, որքան էլ վարչակազմերի փոփոխություն լինի, նախագահների փոփոխություն լինի Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ գուցե դրանք այդ փոփոխությունները այդքան էլ չփխեն Հայաստանի շահերից։ Ամեն դեպքում այդ արևմտյան ուժային կենտրոնները այսպես հանգիստ նստելու են նայեն թե Ռուսաստանն ու Թուրքիան ինչպես են տարածաշրջանը կիսում կամ իրենց ազդեցությունները այսպես ժամանակ առ ժամանակ միմյանց փոխանցում, արդյոք չի լինելու պլաների փոփոխություն կամ միջամտություն այդ պլաների։ Շատ լավ եք ասում, կուզենայի, որ այդպես հայկական բարեսրտությամբ մոտենայինք խնդիրներին, բայց դա այդպես չէ։ Ժամանակին էլ իրենք գծագիր ունեին եւ Հայաստանի, եւ Վրաստանի, եւ Ադրբեջանի համար։ Պահն եկավ հենց մեր Սիմոն Վրացյանին անգլիացի ներկայացուցիչը ստեղ ասեց, լսի մենք գնում ենք ռուսների հետ կարակ լեզու գտեք, մեր ուժերը հերիք չեն համ ստեղ, համ Միջագետքում Մերձավոր Արևելքում խնդիրներ լուծելու համար։ Իրենք կարող է ամբողջ սրտով էլ ուզենան, իրենց գեոպոլիտիկ ծրագրերի մեջ լինի, բայց հնարավորությունների խնդիր է։ Զմյուրնան հիշեցի, չէ, Իզմիրը, այդ մինչև 20 քանի թիվը բաների ձեռքներ, հույների ձեռքներ։ Իրենք էլ բաժանել էին իրար մեջ, չէ, որ արևմուտքը մենակ հաղթարշավող է,
Բացարձակապես ինձ խայտարակ պարտություններ է կրել արևմուտքը։ Երուսաղեմը քրիստոնեական երկիր էին սարքել, թագավոր կար, Երուսաղեմի թագավոր կար։ 4 խաչակրած արշավանքը գնաց փոխանակ Երուսաղեմը տիրոջ գերեզմանն ազատագրելու։ Գնաց ձիերով, էշերով, ջորիներով մտան Սուրբ Սոֆիայի տաճարը։ Բայց երկնքից էս ամեն ներևում էր։ Բայց իհարկե 200 տարի հետո արդեն պիտի թուրքերը գային վերցնեին օսմանցիները։ Նրան չի որ արևմուտքն ամեն ինչ կարողանում անել, բացարձակապես ոչ, որ կարողանար իր քրիստոնեական կետերը իր քաղաքակրթական հենակետերը արևելքում կպահպաներ։ Հիմա էլ նույն բանն են անում։ Հենց քաղաքակրթական մասով թողած այն շեղաճքեր, սևեր, բաներ, ռասիստական բան չի որ ասում են, բայց դա փաստ է։ Դրանց ուկրաինացի ռուս ժողովուրդ է մորթվում։ Այն դեպքում որ գլոբուսն այսին շուռ է գալիս, մի կողմից ծանրացել է Աֆրիկայի վրա, հա, մյուս կողմից այդ հեռավոր արևելքի վրա է ծանրացել, Չինաստան, Վիետնամ, բան այդ ժողովուրդը տեսեք ինչ են դարձել։ Թողեցին զենք ունենար այն շղաճկը դիկտատոր է Հյուսիսային Կորեայի, խայտարակը։ Չնայած որ Թրամփին ասում էր ցնդած բիձա, բայց Թրամփն ասես կարգին տղա է, իր հետ հանդիպել են։ Քաղաքականության մեջ այդպես է կուլ են տալու։ Իրանք իրար կներեն։ Այնց նմանների ներսում չեն ների կտրորեն։ Ինչու՞։ Որովհետև ուրիշ երեխուն չես կարողանում ուրիշ երեխայի վրա բարկանալ ծեցել, ամբողջ մուրը թափում ես քո խեղճ երեխու վրա քո ընտանիքում։ Այ հիմա էլ մերոնք իրենց մեջ կուտակված այդ ամբողջ մաղձը, մանկությունից եկող ֆրեդական ինչ բան է ստացվում, բայց մանկությունից եկող այդ անլիարժեքությունները եւ իշխանությունները եւ ընդդիմությունը մեր խեղճ ժողովրդի վրա են թափում, մեզ վրա են թափում, ինձ նմանների վրա եւ ինչքան կարող են վատություն անեն, որ իրենց տղամարդկությունը ցույց տան, իսկ տղամարդկությունն այդտեղ չէ եւ ոչ էլ կաթողիկոսին բժշկական ստուգման իր օրգաններն ուղարկելն է, դա ուղղակի գռեհկություն է ու ցածրակարգություն է, ինչպես կարելի է չխորշել։ Բայց մենակ մեզ մոտ չէ, էլի, եթե Ամերիկայի նման երկրի նախագահը կասեր պիտի գան իմ հետույքը համբուրեն սրանք բան, մեր Նիկոլն էլ ավելի բետեր բան կարող է ասել, ինչ է եղել։ Աշխարհը խելագարվել է եւ մենք պարտավոր ենք սթափությունը պահել, որովհետեւ մի պահ շտկվելու է, մինչեւ լուսաբաց ապրել է պետք, իսկ ես կարծում եմ, որ մենք կապրենք եւ ամենևին էլ դրսի վրա հույս դնելը չէ, մեր հույսն Աստված է եւ մենք ենք։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։